Ինչու եք այստեղ, որտեղից եք եկել։ Ես եկել եմ Երևանից, լսել եմ, որ այստեղ պիտի հավաքվեն, սատարենք Արամին, վեր եմ կացել ու եկել եմ եւ նաեւ երբ այստեղ տեսա իմ վարչապետին, ես շատ հիացած եմ այս ժողովրդին, որ այսքան ժողովուրդ հավաքվել, իրենք 2 տարում գումարով, ծեծելով, ահաբեկելով այսքան մարդ չեն կարող հավաքեն 2 տարում, բայց տեսեք մի օրվա մեջ ինչքան մարդ է եկել, այսինքն սրանք հələ դեռ չեն հասկանում, որ իրանք մեռել են, իրանք չկան, արդեն հավասար են ողել, եւ մի բան եմ զարմանում, որ այս մեր ինտերվյու տվողները ասում են կաթողիկոսը, ես ուղղակի ապշում եմ, ոնց կարելի է սատանայի համեմատել կաթողիկոսի հետ ու ասել կաթողիկոսը չի կարելի, ես վատ եմ զգում, ցավ եմ ապրում այդ բառի համար, կաթողիկոսը պիտի լինի կաթողիկոս, ոչ թե սատանա, պիղծ, սրիկա, ես այնքան ուրախ եմ այս ժողովրդին, որ տեսել եմ, ահա որ ուրախ եմ, որ այսքան շատ են ու Ամեն դեպքում ոնց հասկացա սատարում եք այդ գործընթացին, որ Գարեգին Իհարկե, ես վաղուց, ես մինչև դա շատ ինտերվյուներ ունեմ, եթե չեք նայել Իսրայելյանի մոտ տվել եմ, ես հենց առաջի ասողներից մեկն եմ եղել, որ ինքը պիտի անմիջապես հեռանա, եթե չէ իր վզին խփելով պիտի հանեն շպրտեն դուրս, ինքը որ օրը ոտքը դրել է այդ սատանան այդ գահին, ես այդ օրվանից եկեղեցի չեմ մտել, սա իմ առաջի քայլն էր եկեղեցի, ես ուրեմն հոկտեմբերի 27-ից հետո ոչ մի եկեղեցի չեմ մտել Հայաստանում, ոչ մի տեղ, որովհետև երբ որ այդ ծառայողները ծառայում էին դրան, ես չէի կարող դրան, ճիշտ Աստված ասում է դու Աստծո խոսքը լսեք իրանց բերանից, կարևոր չի իրանք ով են, բայց ես չեմ կարող այդ պիղծ անասունների բերանից լսել այդ խոսքը, որ այսքան աղանդներ բերեցին, իրենք միտումնավոր սարեցին, աղանդներով լցրեցին ամբողջ երկիրը, տարբեր միլիոնավոր աղանդներ, որ ժողովուրդը բոլորը հետ դառնալ Աստծո տուն, երկրպագի Աստծուն ճանաչի, որ այսքան կրակ ու պատիժ մեր գլխին չլցվի, այս ամենը նրանից է, որ այս ժողովուրդը Աստծուց հեռացել է, իսկ ինքը փոխանակ հավաքեր ժողովրդին, ինքը չէ որ հովիվն էր ժողովրդին, ինքը պարակտեց, ինքը ցրեց, որպեսզի ժողովրդի ուղեղը զբաղված լինի, այս չգիտեմ աղանդներով, չգիտեմ ինչերով, որ իրենց այդ սրիկայություններն ու այդ այլանդակությունները կարողանան անեն ու ժողովրդի ուղեղը դա Քոչարյան, Սերժ, կաթողիկոս, ամենամեծ սրիկան ինքն է, ամենամեծ սրիկան ինքն է։ Իսկ սատարում եք Տեր Արամին, որովհետև արդեն կարգադրել արել։ Ես Տեր Արամին անկեղծ եմ ասում, ես չեմ ճանաչել, չեմ էլ տեսել երբևէ, ասում եմ ես հոկտեմբերի 27-ից եկեղեցի չեմ մտել, բայց որ ինքը այսքան համարձակություն ուներ, ինքը կարողացավ այս ամբողջ միջից դուրս գալու իր խոսքը ասել, ինձ համար ինքը դառավ շատ մեծ մարդ, ու ես դրա համար, հատուկ դրա համար ես եկել եմ սատարում իրեն։